Եվ այսպես այսօրվա մեր խաղը դուք տեսել եք կան օրինակ Elvis Presley-ի նմանակների մրցույթներ։ Այո, Լենինի նմանակներ։ Լենինի անգամ։ Այո, անգամ։ Այդպիսի մի մրցույթ ենք անելու, բայց ոչ թե Elvis Presley, այլ Նաիրա Զոհրաբյանի։ Գիտեմ, որ դուք ունեք մի նմանակ, որ միանալու է մեզ այսօր հաճախ հերթացող նույնություն անում, եւ դուք պետք է ընթերցեք բողոքներ։ Մենք տարբեր բողոքներ ենք հավաքել։ Մեծ մասը Երևանի շուրջ է բողոքներ։ Դե ուրեմն գնահատելու թե որքանով Նաիրա Զոհրաբյանական ոճով դուք կարդաք այս բողոքները քաղաքացիների, ես ուզում եմ հաշվիչ հանձնաժողովին կանչել, Լուսինեն եւ Էմանուելան են ինձ միանում, մենք կլինենք ժյուրին այս մրցույթի աղջիկներ եւ կանչենք նաեւ մյուս Նաիրա Զոհրաբյանին, համեցեք։ Ես սնակ եմ։ Եվ այսպես ձեր բողոքներն էլ հերթով կարդում ենք եւ հաշվիչ հանձնաժողովը ասում է ով է ավելի լավ կարողացել ըմբռնել կերպարը։ Եվ այսպես ումից սկսենք։ Թողնենք Նաիրա Զոհրաբյանը։ Ես առաջարկում եմ Նաիրա Զոհրաբյանը սկսի։ Որևէ մեկը չի կարող Կոմիտաս փողոցին պարտադրել այնպիսի ասվարկ, որը դեմ է ազատ, անկախ, հպարտ կոմիտասցիների արդար պահանջներին։ Ես սա ասում եմ նաև որպես կոմիտասցի։ Շատ նման էր, ծափահարությունների նման։ Լավ ըմբռնել եք ոճը։ Թող ոչ մեկ չհամարձակվի ստատուսի տակ դնել այդ նողկալի հահաները, միայն սրտիկ եք այն։ Ված չէ։ Ոնց է։ Ով էր ավելի Նաիրա Զոհրաբյան։ Նաիրա Զոհրաբյան։ Աղջիկներ, օքեյ, առաջին միավորը Նաիրա Զոհրաբյանի։ Եվ այսպես երկրորդը։ Հարգելի հայրենակիցներ, իմացեք, որ ամառվա օդի ջերմաստիճանը երբեք չպիտի գերազանցի Հայաստանի հպարտ քաղաքացու մարմնի միջին ջերմաստիճանի։ Ես դա թույլ չեմ տա։ Ախ, ես ստորագրում եմ դրական։ Բարդ է լինելու։ Գիտեմ, Նարո, դու սուս։ Նարո, դու սուս։ Մեր կուսակցությունը երբևէ չի հանդուրժի որևէ մունաթով ելույթ մեր կուսակցության դեմ։ Իսկ թվա ծափահարություններից պարզ էր, մեկ ծափահարությունը։ Լավ։ Օր առաջ պետք է հայ զուրքերին արգելել բացել միասնական էջեր Facebook-ում։ Եթե էջի անունն է Գրիգոր Արփինե, հիմա ասեք, ես ոնց իմանամ ինձ ստատուս գրել է Գրիգորը թե Արփինեն, հա?